Իմ ընկալմամբ գրել է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետը մի քանի ժամ առաջ այսօր։ Ամենայն հայոց կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արտարության անսասան պաշտպան, ճշմարտության աղբյուր։ Չեմ կարող հավատալ, որ կաթողիկոսը կարող է ճշմարտությունը կոսկողի դերում լինել, որ նրա բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։ Գարեգին բան ինքը թող պարզաբանի արդյոք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյոք զավակ ունի։ Մենք իր հոտը իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը։ Այսպես միամիտ մարդը եթե սա կարդա, կասի, այ մարդ, էս ինչ արդարության ջաթագով է գրում, էս ինչ ճշմարտության ջաթագով է գրում, էս ինչ մի համեստ շնորհքով անձնավորություն է գրում տվյալ պոստը։ Տվյալ պոստը գրել է մի մարդ, ով 2018 թվականին ճշմարտության ցավով է ապրում, տվյալ ճշմարտության մասին ցավացող մարդը 2018 թվականին միլիոնավոր մարդկանց խաբել է, օգտագործելով տեխնոլոգիաները եւ հատուկ ծառայությունները Հայաստանի Հանրապետության բեմականացրել է հեղափոխություն։ Ճշմարտության մասին խոսող մարդը տասնամյակներով Հայաստանի Հանրապետության ժողովրդին խաբել է, ձևացել է որպես ընդդիմադիր գործիչ, բայց իրականում եղել է ազգային անվտանգության ծառայության վերահսկողության տակ։ Այս պերսոնաժը ճշմարտության մասին է խոսում։ Ուրեմն ճշմարտության մասին խոսող մարդը, հարգելի բարեկամներ, գլուխը մտցրել է եկեղեցական գործերի մեջ մտցրած մարդը, ընդամենը մի քանի տարի առաջ ամենաբարձր պաշտոններից մեկին նշանակում է, ամենակարևոր պաշտոններից մեկին հատուկ ծառայությունների ղեկավար նշանակում է մի անձնավորության, հենց այնպես բերում նշանակում է ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ով, ես չեմ ուզում ասել, ըստ օդում կախված լուրերի, որովհետև դա օդում կախված լուր չի, դա փաստարկված լուր է, եղել է կուսակրոն քահանայի զավակ։ Եվ կուսակրոն քահանայի այդ զավակը, խոսքը վերաբերում է Արգիշտի Քյարամյանին, ոչ միայն լրագրողը Արգիշտի Քյարամյանին հարց է տալիս, ասում է պարոն Քյարամյան, այսպիսի խոսակցություններ կան, ձեր հայրը ով է, նա ասում է, ես չեմ կարող ասել իմ հայրը ով է։ Այս հարց ու պատասխանից հստակ երևում է, որ այդ տեղեկությունները ճշմարտության են համապատասխանում։ Եվ այս անձնավորությունը, ով նշանակում է տվյալ պաշտոնի տվյալ մարդու, ոչ թե գալիս է արդարություն հաստատելու, օրենքը պաշտպանելու, այլ աչքի է ընկնում ամենախայտառակ, ամենակեղտոտ, ամենալկտի պահվածքով, սկսած խոշտանգումներից, որի մասին խոսացել են հենց խոշտանգվողները, իրավապաշտպանները, վերջացրած պարլամենտում իր կիսաքրեական, կիսագողական այլանդակ վարքագծով։ Ու այս ամենը իրականացրած անձնավորությունը պատասխան է պահանջում, ցանկանում է իմանալ, արդյոք կաթողիկոսը կուսակրոնության ուխտը խախտած կաթողիկոսը զավակ ունի թե չունի։ Ինչ պիտի անես Փաշինյան Նիկոլ, եթե իմանաս, որ ունի։ Բարձր պաշտոնի պիտի ներկայացնես, կարող է դրա համար ես ուզում իմանաս։ Ինչ պիտի անես, դա քո գործը չի։ Դու միայն մեկ բան կարող ես անել, իմանալ կուսակրոն քահանաների զավակների անուններն ու ազգանունները եւ տանել նշանակել բարձրագույն պաշտոնների, Արգիշտի Քյարամյանին էլ տա ու անցնի, հա, դրա համար ես ուզում իմանալ, Փաշինյան Նիկոլ։ Հարգելի բարեկամներ, սա հերթական ստատուսն է, որը գրել է Նիկոլ Փաշինյանը։ Սա հերթական ստատուսն է այդ շարքի մեջ, որը նաև գրել է, սկսել է Աննա Հակոբյանը։ Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը, նրանք բաժակ նայողներ չեն, նրանք քարտ գծողներ չեն, նրանք եղունգ նայողներ չեն, եւ այն տեղեկությունները ընդհանրական ձևով, որ իրենք ներկայացնում են իրենց Facebook-յան ստատուս պատերին, այդ տեղեկությունները իրենց տրամադրում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, ես ուզում եմ, որպեսզի դուք ընդհանուր պատկերացնեք տեղի ունեցածը, հա, եւ
Միայն չմեղադրեք Նիկոլ Փաշինյանին եւ Աննա Հակոբյանին, որովհետեւ այստեղ էլի օղակներ կան եւ այդ ամենի մասին պետք է բարձրաձայնել, ինչքան էլ լրագրողներ, խմբագիրներ, հատկապես ազգային ժողովի դեպուտատներ այդ ամենի մասին չխոսեն։ Ուրեմն կամ այս տեղեկությունները, որ կուսակրոն քահանաները զավակ ունեն, որ իրենց սեռական հարաբերությունների մեջ են մտնում իրենց քերիների կանանց հետ, մանկապղծությամբ են զբաղվում եւ այլն, հա։ Այս տեղեկությունները կամ Նիկոլ Փաշինյանի սեղանին դնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, կամ այս տեղեկությունները Նիկոլ Փաշինյանի սեղանին դնում են օտար պետությունների ազգային անվտանգության ծառայությունները, օրինակ Թուրքիայի։ Երկու դեպքում էլ մենք գործ ունենք նրա հետ, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թերացել է, իրականացել է հանցագործություններ, մի կողմից թույլ տալով այլ պետությունների ծառայությունների գործունեությունը այսպես բաց Հայաստանի տարածքում, մյուս մեկ այլ դեպքում ինքն է մասնակցել այդ ամենին։ Եթե չլիներ ԱԱԾ-ի այս ֆունկցիան, Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը այս տեղեկությունները չէին իմանա, այս ստատուսները չէին, հասկանում եք, գրի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ցավոք սրտի բախտագուշակ չի, ուղղակի Նիկոլ Փաշինյանին ենթարկվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։ Հիմա հարգելի բարեկամներ, ազգային անվտանգության ծառայությունը, որը այլ ֆունկցիաներ ունի եւ դիցուք վերցնենք, որ իրենք են հավաքագրել եւ իրենք են տալիս, ամենամեղմ իրավիճակը բանանենք, հա, քննարկենք, իրենք են հավաքագրել, այսինքն իրենք վուայերիզմով են զբաղվում, մշտադիտարկում են, ինչպես Արթուր Վանեցյանն էր ասում, տարբեր մարդկանց սեռական կյանքը, մոտավորապես են մեջբերում խոսքը եւ զեկուցում են Նիկոլ Փաշինյանին։ Սա մեկ հանցագործություն է։ Նիկոլ Փաշինյանը, սրա մասին ես տարիներ շարունակ խոսել եմ։ Նիկոլ Փաշինյանը այդ ինֆորմացիան ըստ հայեցողության օգտագործում է։ Այս պահին Նիկոլ Փաշինյանը այդ ինֆորմացիան օգտագործում է կամ որովհետև կատարում է պատվեր այլ պետությունների կամ ներսի ինչ-որ ուժերի, ես չգիտեմ, դա դեռ պիտի պարզվի, կամ որևէ պատվեր չկա, նա ուղղակի փորձում է հաճոյանալ, օրինակ Ադրբեջանի կամ Թուրքիայի հոգևոր կամ աշխարհիկ ղեկավարությանը։ Բայց սա դեռ ողբերգության մի մասն է։ Ողբերգությունը ընդհանուր պատկերացնելու համար ես պիտի ասեմ, որ ազգային անվտանգության ծառայությունը գտնվում է պետական կառավարման համակարգի մեջ։ Իսկ պետական կառավարման համակարգը վարչապետ, նախարարություններ, վարչապետին առընթեր մարմիններ, մարզպետարաններ, հա, տարածքային այլ ստորաբաժանումներ, վերահսկողական ֆունկցիաներ իրականացնող կամ այլ ծառայություններ մատուցող այս ողջ համակարգը մտնում է պետական կառավարման համակարգի մեջ, որը պիտի վերահսկի Հայաստանի Հանրապետության պարլամենտը։ Յուրաքանչյուր падգամավոր, որ ձեն չի անում ազգային անվտանգության ծառայության կողմից այս ֆունկցիաների թերացման համար, ինքը եւս կրում է պատասխանատվություն տեղի ունեցածի համար։ Հետևաբար օր առաջ, թեպետ հույսել չունեմ, օր առաջ, հա, ասենք թող լսեն։ Օր առաջ պետք է ազգային ժողովի դեպուտատները պարզաբանում պահանջեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Աբազյանից տվյալ այլանդակության համար, որովհետև Արմեն Աբազյանը ուղիղ պատասխանատվություն է կրում տեղի ունեցողի եւ տեղի ունեցածի համար։ Եթե հարգելի բարեկամներ, այս պահին Արարատ Միրզոյանը չլիներ արտաքին գործոս նախարար եւ լիներ падգամավոր, ես վստահորեն կարող եմ ասել, որ նա կքննադատեր Նիկոլ Փաշինյանին, որ նա կքննադատեր Աննա Հակոբյանին, բայց ծպտուն չէր հանի ազգային անվտանգության ծառայության այս թերացումների համար։ Գիտեք ինչու։ Որովհետեւ Արարատ Միրզոյանը եղել է ազգային անվտանգության ծառայության գործակալ եւ նա չէր կարող այդպես բաց խոսել առանց թույլտվության։ Հիմա դատեք ինքներդ, հարգելի բարեկամներ, Արարատ Միրզոյանը արտաքին գործոս նախարար է, բայց պարլամենտում վեր են ընկած ինչ-որ մարդիկ եւ այս համատեքստում խնդրի մասին չեն խոսում։ Հիմա նրանք ովքեր են։ Ազգային անվտանգության ծառայության գործակալներ են, ազգային անվտանգության ծառայության
գործակալների կողմից ազդեցության տակ գտնվող անձիկ են։ Ովքեր են, որ հատուկ ծառայության իրականացրած այս գործողությունների մասին չեն խոսում։ Էլի եմ ասում, Նիկոլը բախտագուշակ չի, Աննան կոֆեի բաժակ նայող չի, ընդամենը ողբերգություն ունենք, որ այս երկու անձանց ենթարկվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը եւ նրանց ինֆորմացիաներ են տրամադրում այդ թվում ինտիմ բնույթի։ Սա հոգեբանության մեջ, մշտադիտարկում են անում մարդկանց սեռական կյանքը, հոգեբանության մեջ սա կոչվում է վուայերիզմ, իսկ քաղաքականության մեջ սա կոչվում է պարտականությունների չկատարում, հանցագործություն։